Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թամար Զոդելավային նշանակել է պետական նոր կառույցի պետական դրամաշնորհների կառավարման գործակալության նախագահ։ Նոր գործակալությունն առաջին փուլում 20 միլիոն լարի կամ մոտ 7 միլիոն դոլար կստանա քաղաքացիական նախաձեռնությունների ֆինանսավորման համար։ Ծրագիրն ըստ էության այլընտրանք կդառնա այն ֆինանսավորմանը, որը քաղաքացիական հասարակությունը եւ լրատվամիջոցները ստանում են եվրոպական եւ ամերիկյան հիմնադրամներից։ Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը փոփոխություններ էր կատարել դրամաշնորհների մասին օրենքում։ Դրանց համաձայն միջազգային դոնոր կազմակերպությունները չեն կարողանա Վրաստանում դրամաշնորհներ տրամադրել առանց կառավարության նախնական համաձայնության։ Վրաստանի կառավարությունը կամ լիազորված անձը 10-օրյա ժամկետում պետք է հաստատի կամ մերժի դրամաշնորհի տրամադրման դիմումը։ Նոր կանոնները չեն տարածվի միջազգային մարզական ասոցիացիաների, ֆեդերացիաների եւ կոմիտեների կողմից տրվող դրամաշնորհների, Վրաստանի սահմաններից դուրս միջնակարգ եւ բարձրագույն կրթության եւ գիտական աշխատանքի համար տրամադրվող անհատական կրթաթոշակների, ինչպես նաեւ Վրաստանում գործող միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների վրա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Վրաստանի կառավարության տվյալով կողմերը քննարկել են Վրաստանի եւ ԵԱՀԿ-ի համագործակցությունը, տարածաշրջանային զարգացումները, Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար եւ վերահաստատել Վրաստանի նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու խաղաղ քաղաքականությանը։ Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության կարևորությանը եւ այս ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած քայլերին։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռոնդելի հիմնադրամի գրասենյակում հանդիպել է նաև Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Վրաստանի առաջին ալիքի տվյալով Ֆերիդուն Սինիրլիօղլուն հանդիպել է Գախարյան հանուն Վրաստանի կուսակցության նախագահ Գեորգի Գախարյայի, ինչպես նաև Լելո կուսակցության ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Ստամբուլի մերձակայքում գտնվող Մարմարա ծովի ջրերում ապրիլի 23-ին տեղի ունեցած 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ավելի քան 50 հետ ցնցում է արձանագրվել։ Տուժածների թիվն անցել է 200-ը։ Պաշտոնական տվյալով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ստամբուլից մոտ 80 կիլոմետր արևմուտք։ Օջախը գտնվել է մոտ 7 կիլոմետր խորության վրա։ Ելնելով էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունից երկրաշարժը գնահատվում է ավերիչ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդակցություն է անցկացրել Ստամբուլի արտակարգ իրավիճակների նահանգային վարչությունում։ Նրա խոսքով իրականացված միջոցառումների արդյունքում այն շրջաններում, որտեղ գրանցվել են ցնցումները, խնդրահարույց իրավիճակներ չկան։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել։ Էրդողանը նշել է, որ քաղաքացիները կարող են հանգիստ լինել։ Կառավարությունն իր բոլոր կառույցներով շարունակում է մնալ շուրջօրյա պատրաստականության վիճակում եւ շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները։ Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկների համաձայն 7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում քաղաքում առնվազն 90,000 շենք կփլուզվի, իսկ մոտ 4.5 միլիոն քաղաքացի կարող է ժամանակավոր կացարանի կարիք ունենալ։ Ապահովագրական ընկերությունները հնարավոր վնասը գնահատում են ավելի քան 325 միլիարդ դոլար։ Չնայած հանրահավաքների եւ ցույցերի անցկացման արգելքին, Թուրքիայի ընդդիմությունը երթ է անցկացրել դեպի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ընդդիմությունը այդպիսով տոնում է ազգային ինքնիշխանության եւ երեխաների պաշտպանության օրը, որը նշվում է 1920 թվականին Թուրքիայի խորհրդարանի բացման պատվին։ Ավելի վաղ Ժողովրդի հանրապետական կուսակցությունը հայտարարել էր, որ նախատեսում է ամեն չորեքշաբթի Ստամբուլում հանրահավաք եւ պարբերական ցույցեր անցկացնել ամբողջ երկրում։ Հաջակցություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Օզելը նշել է նաեւ, որ ընդդիմությունը մտադիր է հավաքել 30 միլիոն ստորագրություն Իմամօղլուին ազատ արձակելու եւ արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջով։ Այդ թիվն ավելին է, քան Էրդողանը ստացել է 2023 թվականի ընտրության արդյունքում։ Օզելի խոսքով ավելի քան 10 միլիոն մարդ արդեն միացել է ստորագրահավաքին։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոփանին հանդիպել է Թավրիզի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայաստանի հետ առևտրի զարգացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ Իրանի արևելյան Ադրբեջան նահանգն իր ուրույն տեղն ունի Իրանից Հայաստան արտահանման գործում։ Նա նշել է, որ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող Իրանի քաղաքացիների մեծ մասը Թավրիզից է։ Դեսպանն ընդգծել է, որ տարբեր ապրանքներ ձեռք բերելու նպատակով Իրան այցելող հայերին անհրաժեշտ է որակյալ արտադրանք վաճառել։ Իրանի նախագահի գրասենյակի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մեհդի Սանային հայտնել է, որ Մասուդ Փեզեշքյանի այցը Ադրբեջան տեղի կունենա ապրիլի 28-ին։ Նա հույս է հայտնել, որ այցը երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար նոր էջ կբացի։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Փեզեշքյանի այցը Ադրբեջան կարևոր նշանակություն ունի երկու երկրի հարաբերությունների զարգացման համար։ Շարունակվում է Իրանի արտգործնախարարի այցը Չինաստան։ Աբբաս Արաղչիին ընդունել է Չինաստանի արտգործնախարար Վանին։ Բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հանդիպումը չափազանց կարևոր էր։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Արաղչիի խոսքով հատկապես միջուկային ծրագրի եւ Վաշինգտոնի հետ բանակցությունների հարցում Թեհրանի եւ Պեկինի միջև փոխըմբռնում կա։ Արաղչին տեղեկացրել է, որ շուտով Չինաստան կայցելի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, իսկ սեպտեմբերին նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Վանին էլ հայտարարել է, որ Իրանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է Մերձավոր Արևելքում։ Նրա խոսքով Պեկինի եւ Թեհրանի բարեկամությունն ունի ամուր հիմքեր եւ չի ենթարկվում արտաքին գործոնների ազդեցությանը։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ բարձր է գնահատում միջուկային զենք չարտադրելու Իրանի պարտավորությունը եւ հարգում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման Իրանի իրավունքը։ Նախատեսված է նաև Արաղչիի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ, որին Իրանի արտգործնախարարը կփոխանցի նախագահ Փեզեշքյանի ուղերձը։ Իրանում հարստացված ուրանի յուրաքանչյուր միլիգրամը գտնվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ամբողջական եւ մշտական դիտարկման ներքո, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա Իսրայելին մեղադրել է միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելու փորձերի համար։ Արաղչին X-ի միկրոբլոգում գրել է, որ Իրանի անվտանգության ծառայությունները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, հաշվի առնելով սաբոտաժի փորձերի եւ սպանությունների նախկին դեպքերը, որոնք ուղղված են օրինական պատասխան հրահրելուն։ Մենք անկեղծ զգացմունքներ ենք տածում Ադրբեջանի նկատմամբ, որի հետ կիսում ենք Կասպից ծովի ափերը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևը ելույթ ունենալով Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի 34-րդ նստաշրջանում։ Նրա խոսքով Ղազախստանը եղբայրական հարաբերություններ է պահպանում բոլոր հարևան պետությունների հետ։ Ղազախստանի ղեկավարը նշել է, որ ադրբեջանցի եւ ղազախ ժողովուրդների համախմբվածությունը ցայտուն դրսևորվել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտակայքում Ազալավիա ընկերության ինքնաթիռի կործանման ժամանակ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Պեկինում հանդիպել է Energy China ընկերության վարչության նախագահ Սուն Հայլյանի հետ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն Սունն ընդգծել է, որ ընկերությունը ներկայումս Ադրբեջանում մի քանի նախագիծ է իրականացնում եւ հանդես է եկել համագործակցության նոր առաջարկով։ Ալիևն էլ շեշտել է Energy China ընկերության հետ համագործակցության առաջնահերթությունն ու ռազմավարական բնույթը։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել էներգետիկ պլանավորման երկարաժամկետ համատեղ ծրագրերի շուրջ։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։